Որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Փաշինյանի խոսույթն արցախցիների մասով վերջին շաբաթներին քննադատության ալիք է բարձրացրել։ Փախածներ արտահայտությունը նա կիրառել էր ոչ միայն մետրոյում ծագած վեճի ընթացքում, այլև ազգային ժողովի ամբիոնից։ Փախածներ։ Արցախցի կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ սոցցանցերում Փաշինյանին սկսեցին քննադատել գործածած բառամթերքի համար, Փաշինյանը ներողություն խնդրեց եւ փորձեց իրավիճակը շտկել։ Ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Իսկ ովքեր են փախել ու մեակնարկում Փաշինյանը, այսօր այս հարցի պատասխանը լրագրողները փորձեցին ստանալ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանից։ Ուզում եմ հիշեցնել նման խոսույթ իրականացնող անձանց, որ իրենք են եղել քաղաքական եւ դիվանագիտական առաջնագծում եւ հենց իրենց գործողությունների շնորհիվ է, որ այսօր արցախցիները հայտնվել են նման իրավիճակում եւ հայ ժողովուրդը կորցրել է Արցախը։ Արցախի ազգային ժողովի վերջին նախագահն էլ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարությանը հորդորեց փաստերով խոսել։ Դեզերտիրներ, փախածներ, ինչ որ քրեական գործ կա հարուցված։ Դա ասելով չէ, էլի, այսինքն օթում ասելով փախած։ Արցախցի պաշտոնյաների այս հայտարարություններին Փաշինյանը արձագանքեց կառավարության հերթական նիստին հաջորդ հաշճեպազրույցում։ Մարդիկ թող իրանց փախնելը, թող իրանց ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են այդպիսի հրամաններ ստանան, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել։ Այդ ով որ տենց բան ասում է, ինքը ճողոպրողների բանակից է։ Հեռակաբանավեճում օրերս ներգրավեց նաև վարչապետի նախկին կինը Աննա Հակոբյանը, Արցախի ազգային անվտանգության ծառայության 3-րդ վարչության հատուկ ստորաբաժանման հրամանատար Արթուր Ավանեսյանը Կանդազը անդրադարձել էր Հակոբյանի 2023 թվականի այն ելույթին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել ենք 11,000 դասալիկ։ Մեր զինվորները դասալիկներ չեն։ Մեր զինվորները կռվում էին առույցի նման, իսկ ձեր ամուսինը թողեց մեր զինվորին անպաշտպան եւ առանց զենքի։ Հակոբյանն արձագանքեց 1 ժամ անց եւ հայտարարեց, չի կարողանում մտաբերել այս անձնավորությունը 44-օրյա պատերազմի ժամանակ։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը նմանօրինակ խոսույթը ատելության քարոզ է համարում արցախցիների դեմ։ Աբսուրդ մեղադրանքներ են, որոնք ուղղակի խնդիր ունեն արդարացնելու Նիկոլ Փաշինյանին եւ իր ռեժիմի սխալները, այսպես ասեմ, ու բացթողումները, երբ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մինչև վերջ մենք չենք կռվել, արցախցիները չեն կռվել, ինքը եթե նկատի ունի մինչև վերջին մարդը եւ մինչև վերջին փամփուշտը, ապա դա սրիկայություն է, դրանով ուղղակի ինքը ասում է գնայիք ու մեռնեիք մինչև վերջ։ Փաշինյանը հղում է կատարում հետախուզության տվյալներին եւ շեշտում, արկա զենք զինամթերքի առյուծի բաժինը 80-90% մնացել է ձեռք չտված։ Բեգլարյանը հակադարձում է, սուղ մարդկային նյութական ռեսուրսներով կռվելը նշանակում էր ուղղակի կոտորվել միջև վերջին մարդը։ Վերջն արդյունքը ակնհայտ էր, որ պետք է պարտվեինք ու զինաթափվեինք եւ ավելորդ զոհեր ենք տալիս, այո, նաեւ զոհեր պատճառելով։ Այս պարագայում էական էլ չէ, որքան զենք է կիրառվել, որքան չի կիրառվել, էականն այն է, որ երբ արդյունքը երաշխավորված է եւ որևէ մեկը չի գալու մեզ փրկելու եւ ավելի լավ պայմաններ ապահովելու, պետք է ժամ առաջ ուղղակի հանձնվել։ Ի վերջո, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո փախնողներ եղել են Արցախից։ Փաշինյանն այսօր խոստացավ, առաջիկայում անուններ կհրապարակվեն եւ հույս ունի կդատվեն։